Թունավոր հակառուսականության մասին եմ խոսելու, եւ սա եզակի զրույցներից է, որ խորհուրդ եմ տալիս նաեւ Փաշինյանի եւ հատկապես Փաշինյանի աջակիցներին լսել համբերատար եւ մինչեւ վերջ, քանի որ սա հենց ձեր անձնական շահերից է բխում։ Ուրեմն Հայաստանում սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ աճող հակառուսականությունը իրականում ունի մեծ փաշինյանական աջակցություն, որովհետեւ Փաշինյանի աջակիցների հենց մի մեծ հատվածն է, որ հակառուսական տրամադրվածություն ունի։ Եվ սա գալիս է նրանից, որ երկրում շարունակաբար կազմակերպված հակառուսական կեղծ քարոզչություն է իրականացվում, որը ուղղակիորեն եւ անուղղակիորեն սատարվում կամ խրախուսվում է իշխանությունների կողմից։ Իմ համոզմամբ նախ ասեմ, որ սա իրականացվում է նրա համար, որ Հայաստանը միայնակ մնա եւ այսպես ասած գրկաբաց ընդունի Թուրքիային, որը իբր թե կգա այդ ժամանակ Հայաստանին օգնության, բայց իրականության մեջ կուլ տալու Հայաստանը, եւ սա կազմակերպված եւ դիտավորյալ իրականացվող քաղաքականություն է։ Ինչ վերաբերվում է այս ամեն ինչի, ինչպես ասացի, Փաշինյանի աջակիցներ ձեր վրա ինչ բացասական ազդեցություն ունենալու, նաեւ ամբողջ հայ ժողովրդի վրա, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում, ես հարցերի միջոցով փորձեմ ներկայացնել։ Այսինքն, որոնք են այդ հարցերը, ճշմարտությունը, ինչպես գիտեն շատ-շատերը, բացահայտվում է հարցեր բարձրացնելով եւ հարցերին պատասխաններ փնտրելով։ Եվ հետեւաբար հարցեր, ինչպես ստացվեց, որ ռուսները Հայաստանում սկսեցին թշնամական վերաբերմունքի արժանանալ։ Հիմնական պատճառը Արցախն էր։ Մարդիկ ասում են, դե Արցախը ադրբեջանցիներին ռուսները տվեցին։ Իրականության մեջ այդպես չէ։ Ինչպես ասել եմ, քանիցս մեկ անգամ էլ ասում եմ, որ աշխարհակարգը այնպեսին է, որ իրավունքի շուրջ է հողերի, տարածքների շուրջ կռիվները, պատերազմները իրավունքի ձևակերպումը։ Եթե քո երկրի ղեկավարը հայտարարում է, որ դա իրենը չէ, այն երրորդ ուժը, որը եկել էր պաշտպանելու քո իրավունքը, իր շահից նաև ելնելով, նա այդտեղ այլևս անելիք չունի։ Ինչի մասին մենք շարունակ ասում ենք, նաև վերջերս հայտարարեց Ռուսաստանի նախագահ, որ իրենք այլևս չեն կարող այդտեղ մնալ, քանի որ Փաշինյանը ճանաչել էր Արցախը Ադրբեջանի կազմում։ Եվ հետեւաբար հարց ցես, եթե ռուսները ի սկզբանե տրամադրված էին Արցախը տալու Ադրբեջանին, ինչու էր այդ ամենը։ Ռուսները այսինքն զորք են բերում, ռուսները համաձայնագիր հուշագիր են ստորագրել տալիս, որով այն միջանցքը, որ հիմա նվեր եք տալիս Փաշինյանի աջակիցներ թուրքերին, այդ միջանցքը տրվելու էր Լաչինի միջանցքի դիմաց, այսինքն Արցախը նույն ռուսների հովանու ներքո մենք գնալու ենք Լաչինի միջանցքով Արցախ, փոխարենը ադրբեջանցիներն էլ ուզում էին, ասում էին, դե մենք էլ թողեք Սյունիքով գնանք Նախիջևան, ինչը գուցե պարտված լինելուց հետո տրամաբան բանական էր որոշ ժամանակ, որ այդպես լիներ։ Սրանից հրաժարվեցիք, ես դիտալ եք եմ ասում, որտեվ հայերը չեն հրաժարվել, հայերը Արցախից չեն հրաժարվել, այլ Փաշինյանի աջակիցներն են հրաժարվել, որ շարունակ համաձայնվում են իր հետ, որ նույնիսկ Արցախը մերը չի էլ այդ կեղծ թեզի հետ։ Հարց հիմա, ռուսները ինչու էին եկել, ինչու այդ ամենը չեղավ եւ կտրուկ փոփոխություն եղավ։ Պատճառը միանշանակ, ոնց էլ որ այս հարցի պատասխաներ փնտրեք, Փաշինյանն է եւ եվրոպական աջակցությունը։ Հաջորդիվ հարցեր։ Փաշինյանի աջակիցների մի ստվար զանգված էլի այդ հարցումների համաձայն 70 ավել տոկոս, Հայաստանի բնակչության մի ստվար զանգված, նույնիսկ ոչ Փաշինյանի աջակիցներ։ Ասում են, որ ուզում ենք մերձենանք Եվրամիության հետ։ Հա լավ եք անում, հարց չկա, ես էլ եմ ուզում, անկեղծ եմ ասում։ Բայց եթե աշխարհի կարգից մի քիչ հասկանում եք, գիտեք, որ աշխարհը փոքր պետությունները գտնվում են ազդեցության գոտիներում եւ օգտվում են մեծերի ընձեռած հնարավորությունից եւ մեծերի հովանոցներից անվտանգային։ Հիմա ռուսը ինչ է ասում։ Ասում է, լավ եք անում, ուզում եք Եվրամիություն գնալ, բայց հետեւաբար ես իմ շուկան ձեր համար փակելու եմ։ Ասում է, ուզում եք Եվրամիություն գնաք, հարց չկա, բայց իմ մոտ ինչ եք ուզում ապրանք վաճառեք, գնացեք ձեր Եվրամիությունում վաճառեք։ Հաջորդը ասում է, ուզում եք Եվրամիություն գնաք, լավ եք անում։ Բայց ես ձեզ այլևս արտոնյալ պայմանով առելիք չեմ վաճառելու, որովհետև ձեզ արտոնյալ պայմանով գազ էի վաճառում, ավելի էժան քան մյուսներին, որովհետև համարում էի, որ Հայաստանը իմ հովանու տակ է, իմ
գործընկեր, եթե չասենք մենք շատ փոքր ենք գործընկեր լինելու համար, իմ ազդեցության տակ է եւ հետեւաբար ես բարյացկամ եմ վերաբերվում այդ տարածաշրջանին։ Էդ էլ եք չարակամ ընդունում հայերում եք։ Ռուսը ինչ է ասում։ Ասում է Հայաստանի Հանրապետությունը, երբ որ ավերակներ էր, երբ որ սովետներն էլ եկել գրավել էին, ոչ մի բան չկար։ Հայաստանում գիտությունների ակադեմիա, ով է ընդհանրապես ստեղծել, ով է գիտություն զարգացրել, ովքեր են համալսարաններ կառուցել, ովքեր են Հայաստանի Հանրապետությունում ենթակառուցվածքներ կառուցել, ովքեր են կազմակերպել մեծ ներգաղթեր Սփյուռքից։ Եվ այս ամեն ինչը հարցեր են, որոնց պատասխանները ակնհայտ են։ Եվ ռուսները սրանց պատասխանները լավ գիտեն, եւ ընդհանրապես դրա դիմաց ինչ են ասում։ Ասում են, հարց չկա, ուզում եք Եվրամիություն, լավ եք անում։ Կազմակերպեք հարակվե եւ տեսնենք ժողովուրդը ինչ է ասում։ Ինչու է սա ասում, որովհետեւ նրանք համոզմունք ունեն, որ ժողովրդի մեծ մասը չի ուզում սա, այլ այն փոքրամասնությունը, որը Փաշինյանի աջակիցներ են։ Որոնց մեծ մասն էլ մոլորեցվում է, որովհետև այս ամենի տակ թաքնված է թուրքականացումը, որովհետև Եվրամիության անդամ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի լինելու, որովհետև ոչ թե մենք չենք ուզում, այլ մենք մեզ կոտորենք է Եվրամիություն մեզ չի ընդունելու, մենք իրեն պետք չենք, որովհետև դա քաղաքական կառույց է, տնտեսական կառույց է, որը ի սկզբանե ստեղծվել է Ածխային միությունից Ֆրանսիա, Գերմանիա, այդ քաղաքական տնտեսական միությունից է ստեղծվել, ինքը շահերի վրա հիմնված միություն է, Հայաստանից նրանք շահ չունեն։ Կասեք, բա Ռուսաստանը ինչ շահ ունի մեզնից, որ տարածաշրջանում մեզ այսպես ասած տիրություն է անում։ Ռուսաստանի շահը, կրկնում եմ, Հայաստան պետության գոյությունն է այստեղ թուրքական աշխարհների միացման արանքում դարպաս լինելու։ Եթե մենք հրաժարվում ենք դրանից, ասում եմ արդեն 1000-րդ անգամ այս մի քանի տարվա մեջ։ Ռուսներին մենք հետաքրքիր չենք եւ ռուսական պետությունը մեզ կվերացնի։ Հենց այդ իսկ պատճառով չի թողնի, որ դա թուրքերը անեն եւ թուրքական աշխարհները միանան։ Մարդիկ ասում են ռուսը ռազմաբազա ունի ստեղ, մեզ տրկացրել է եւ այլն։ ԱՄՆ ռազմաբազաներ ունի Գերմանիայում, ԱՄՆ ռազմաբազա ունի Թուրքիայում, ԱՄՆ ռազմաբազա ունի Լեհաստանում, ԱՄՆ ռազմաբազա ունի աշխարհի հարյուրավոր առանց չափազանցության երկրներում։ Հիմա այդ բոլորին ստրկացրել է։ Ոչ, ազդեցության գոտիների խնդիր է այստեղ դրած։ Եվ հետեւաբար ում համար է նորություն, որ Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության գոտու ներքո։ Ես սա խանդավառությամբ չեմ ընդունում։ Այն ինչը նշեցի, որ այն հատկապես նաև սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս, որ 50-ից պլյուս 50 գումարած տարիքի մարդիկ են ավելի շատ Փաշինյանի աջակիցներ։ Սրանք այն մարդիկ են, որ հենց իմ ասած օգտվել են ռուսական գիտությունից, ռուսական ենթակառուցվածքներից, ռուսական բարիքներից շարունակ եւ իրենց տարիների ընթացքում երիտասարդ ջանք չեն գործադրել, որ Հայաստանը լինի անկախ։ Հիմա հարց, ես ինքս ունեմ ամերիկյան կրթություն, ամերիկյան գիտությունից եմ օգտվել եւ ամերիկյան մշակույթի եւ այլնի կրող եմ, իհարկե հայկականը դրա վրա դրած։ Հիմա հարց, դուք այդ ամեն ինչից օգտվելով ինչու եք հակառուսականության այս թունավոր հակառուսականությունը տարածում եւ այդ ամեն ինչը վնաս է մեզ բոլորիս։ Ուզում եք անկախություն, հարց չկա, ես էլ եմ ուզում։ Ինքնուրույնություն ձեռք բերեք։ Ստեղծեք ինքնուրույն ձեր էներգետիկ ռեսուրսները, մեր էներգետիկ ռեսուրսները։ Ինքնուրույն ենթակառուցվածքներ կառուցեք։ Այս 10 տարի խոսում են 8 տարի այս իշխանությունը ինչ եկել է, խոսում է մետրոյի կայարան սարքելու մասին, ոչ մի բան չեն բաշարում։ Ճանապարհ են սարքում, մի ձուն գալիս լվում տանում է։ Դուք անկախությունից եք խոսում։ Իրականության մեջ կրկնում եմ ձեզ, հարցեր տվեք ձեզ, այս ամեն ինչը թուրքականացման ճանապարհն է, որտեղ այն ժամանակ, երբ հայը մնա մենակ, ռուսն էլ չգա աջակցության, թեկուզ իր վատ աջակցությունով, Հայաստանի Հանրապետությունը գրկաբաց ընդունելու է թուրքերին եւ այդ գրկաբացությունը թուրքերին մենք գիտենք, ինչերի է հանգեցրել ցեղասպանության։ Ուկրաինա եք լացում, շատեր ասում են տեսեք ինչ է անում։ Ուկրաինան ինչ հիմա ցեղասպանություն չի ճանաչել, չի ճանաչելու։ Փորձեք հարցեր տալ ձեզ, ինձ մի լսեք։ Հարցերը լսեք եւ փորձեք պատասխաններ գտնել եւ կբացահայտեք ճշմարտությունը։ Լավ եղեք, լավ օր բոլորիդ։